Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսեմ իմ հերթական վլոգս, եղանակը ինչպես տեսնում եք մի քիչ խամրած է, առավոտյան սուրճ եմ խմում, այսօր օգոստոսի 5-ն է, բայց շարունակությունը կլինի օգոստոսի 10-ին, քանի որ տեսանյութս այդքանն է նկարահանված օգոստոսի 5-ի մինչև կեսօրը և օգոստոսի 10-ին ուղղակի օրը ավարտվում է։ Այդ տարանքում միանման օրեր են եղել, հետաքրքրություն չի եղել և իհարկե իմաստ չեմ տեսել ձեր համար ինչ-որ ձանձրալի կադրեր նկարահանել մեկը մյուսին նման, բայց այստեղ այսպիսի գեղեցիկ բարի լույսով սուրճ եմ խմում, արմավ ունենք և մի բարի խորհուրդ եմ ուզում տամ, որ շաքարային դիաբետ ունեցողները և առհասարակ բոլորը կարող են արմավով սուրճ խմել կոնֆետի փոխարեն, որպեսզի չհավաքեն շատ շաքարային մաս իրենց օրգանիզմում, քանի որ արմավը շաքարավազ չի պարունակում, այն շաքար չի պարունակում, այն պարունակում է միայն ֆրուկտոզա, ինչպես ասում են, սախարոզա չկա, միայն ֆրուկտոզա կա իրեն մեջ և այն էլ օգտակար նյութերով համալրված։ Մի խոսքով սիրելիներս, ինչպես տեսնում եք, քաղցրը մեր տանից անպակաս է, այդ սրտիկի մեջ միշտ քաղցր ենք ունենում, բոլորս քաղցրակեր ենք, բայց համենայն դեպս կարիք չկա, որ այդքան շատ ուտենք։ Շարունակում եմ գնում եմ աշխատանքի, իհարկե կադրերը ձեզ ծանոթ են, բայց խոսքերը ոչ, կարող եք լսել և հասկանալ ինչի մասին եմ այդպես ժպտագին խոսում այս կադրերի մեջ։ Ջան, բոլորի բարի լույս։ Այն որ ասում եմ, ֆուտբոլ կես այնքան հավանել եմ տանից դուրս գալուց էլ հակա։ Մեկը շատ չեն ջոգում։ Ինչա վր են գրած։ Մեկ էլ ջոգեն։ Շոքիս մեռնում եմ, հազար սլվացել եմ։ Ահա որ շոք է։ Հնար շոք է, քրտնաշ ջուր ենք տաղում։ Այն որ նստած տեղը տել չշարժվես էլ մենակ ջուր ես տաղում։ Գնում եմ գործի։ Ակնոցները սակել է։ Թոզ ակնոցներս, տեսեք։ Ոչերը ֆիալետվի։ Այնքան էլ պարզ կարդում եմ արդեն 2.5 եմ վերցրել, հույս ունենամ երկար կօգտագործեմ։ Շատ շուտ չեմ քոռանա, որ 1-3 վերցնեմ։ Լավ եղեք, ես գնացի գործից, ես լավ օր, երկինքը պարզ, հավեսով։ Գժին, ոտերից տակին պրանվել է, հենց նոր տուն մտա, հատուրը բացեցի։ Չի թողնում, թե առաջ գնամ, խաղանում, իդի մոխալու այսիկ պրանվել է, ասում ինձ սիրին օր առաջ կինա, կծիլ մի օրա, կծիլ մի, այշ, ենով այշում թե կա դու սիրիլ չեն, ենով այշել են քեզ, խորա կծանշուն, շուն, ուտի մի քիչ մորդը տուտեմ, կերավ դենքած, տապճկա հակնել տուն մտնեմ։ Եվ սա, ինչպես ասում են, իմ ամենօրյա դրական էմոցիաների աղբյուրն են։ Շարունակենք մեր օրը, սիրելիներս։ Այսպիսով, սիրելիներս, սա իմ ամենօրյա առօրյանը, ինչպես տեսնում եք, աշխատանքից տուն եմ եկել մի քանի րոպեով, հիմա նորից գնալու եմ աշխատանքի, բայց մինչ այդ ձեզ հետ կկիսվեմ իմ բարի լույսով։ Սկսում ենք։ Ուզում էր ես ներքևից ծաղիկները նկորեմ, տենակ իշքուն շոտ ու դեղին սիրուն ծաղիկներ ունենք, սաղ դեղին այս տարվա ծաղիկները մեր, դեղին ծաղիկներ, աշխարի չապ, ինչքան ասեք ընդեղիներն են սիրուն, ժողովուրդ ջան, նոր վլոգ ենք սկսում, ուզում ենք ասենք բոլորիդ բարի լույս, ես ու Փիսոս ենք տանը, ամուսնյակս առավոտ շուտ գործի գնաց, միասին սրճեցինք, ճանապարհեցի, դե այդպես մեր օրը սկսված է, գեղեցիկ օր, 2 օր ազատ օր ունեմ, հələ նայեք ամպերն ինչ սիրուն են, вообще ամեն ինչ շատ գեղեցիկ է, շատ ուժեղ քամի է, հեսա ուր որը անձրև կգա, ինձ թվում է թե այնպիսի գեղեցիկ ուժեղ լավ արև էր, ինչ որ էր, անցնենք մեր նախաբանին։ Իմ սիրուն, ես տեսարանին ինչ ասես կտամ, ծառերը սկսել են կամաց դեղնել, զգացվում է, որ արդեն իբր թե ամառ արեցինք, աշնանշունչ եկավ, սիրունս, բայց տեսեք ինչ նվերներ ենք ստացել, ինչպես միշտ, հլա, մեր հոպարը մեր համար ընտիր լոբի է ուղարկել նորից, ռոստը հոպար և հոպարի կնիկ ջան, շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, ես մի սորտի լոբին էլ համ շատ համով, մի քանի հատը հատիկա որ հասո ես սիրած իսկական, եփեմ երեխուս կանչեմ գա ուտի։ Սել ես մի սորտը, էլի եկա ուղարկել, հլա սրան ես իշ գործի ամի կոմից թե բզլպստում է, ես էլ ես մի սորտից,
Հանդրենք, մաքրենք, մի քիչ եփենք, ուտենք, մնացածն էլ տանենք, տնենք, սառցե խցիկ, որ մյուս օրը, մյուս տարի, մյուս ժամին, չգիտեմ, երբ հարմարվի Շիրուն ջան, ուտենք միասին, եփենք։ Այդպես ժողովուրդ ջան, օրս սկսած է վլոգն էլ շարունակելի է, սիրելիներ ջան։ Հուսով եմ բոլորիդ դուր է գալիս իմ տեսանյութերը, որ լայքում եք, գրում եք, շնորհակալություն մի անգամ եւս եւ նոր օր ենք սկսում։ Տեսնենք ինչպես կընթանա, ինչպես առաջ կգնանք։ Բոլորիդ բարի խաղաղ լավ օր եմ մաղթում, բարի դիտում եմ մաղթում, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, չմոռանաք, որ ես միշտ սպասում եմ ձեզ ու սիրով եմ սպասում։ Թե կհավանեք, թե չեք հավանի, դուք կմեկնաբանեք, ես կկարդամ, կլսեմ, կիմանամ, տեղյակ կլինեմ ու այսպես շարունակում եմ էլի վլոգս ձեզ հետ կիսվել իմ օրով։ Վայ, երևաց, հեսա, շատ հեռու է, բայց դե համենայն դեպս գոհենք, որ այդքանն էլ երևաց, հեսա։ Մոլոդեց հեռախոս, համարյա թե iPhone-ին հասնում է։ Օրս սկսում եմ իմ հրաշքը բուժուկի հետ, օրս վերջանում եմ իմ բուժուկի հետ, ես ուրա չեկավ, իրան նյաշկաները կթել եմ տամուտի, ուր ես արա, ոյ ուտեմ ես կեզ, ոյ իմ սիրուն, ենով այսել կեր լավ բարի, իմ սիրուն մեղմիկ, կնքուշիկ, շատ լավիկ, շատ լավն եմ ասա, շատ, ինձ նա յարա մի հատլը, ինձ, են որն են սիրուն մարդավարի դիմավորում է, են որն են սիրուն մարդավարի ճանապարում է, են որն են սիրուն մարդավարի հետդ խաղ անում, անխոզ լեզվով խոսում է, հիվանդ վախտը ոտերի տակիցը հեռու չի գնում, բա են ինչ ասես, այդ պահերը ոնց չգնհատես, են որ ոչինչ չի պահանջում, ընդամենը մի կտոր չոր հաց, մի բաժակ ջուր, արի։ Ինչ սիրելիներ ջան, բոլորիդ մի անգամ եւս բարի լույս, հլա այսով է, իտու, ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ սկսեմ իմ հերթական վլոգս։ Այսպիսով, վլոգս ուղղակի իմ մասին է, իմ փիսոյի մասին է եւ իմ ստացած գեղեցիկ վարդերի մասին է։ Ամուսնյակի սյուրպրիզը, որ ընդհանրապես չէի սպասում, քանի որ իրանք ցեղովի են, որ ասել իմ կիսրարին չլինի, աղիք սիրող չեն, դե ամուսնյակս էլ է մի քիչ քաշել իրան, բայց որ եկա տուն, այս հրաշք վարդերը տեսա, գույնը վաբշե ընտիր, դե բոյով վարդեր էր, բայց ես չունեմ այտենց բոյով ծաղկաման, սիրուն գույն եմ ձևավորած, դրա ունեմ, պրոստը չեմ սիրում, այսպես փոքրացրեցի։ Ուրեմն, ուզում եմ բոլորիդ մաղթեմ լավը, ամենալավն ու բարին, ուզում եմ, որ միշտ շփվեք լավ մարդկանց հետ, ուզում եմ, որ միշտ անկախ նրանից, թե ով ձեզանից կբամբասի, ով ձեզանից ինչ կասի, ով ձեզանից գոհ կլինի, դժգոհ կլինի, որ դուք միշտ ձեզանից գոհ լինեք, Աստված միշտ ձեզանից գոհ լինի, դա ամենագեղեցիկն է ու ամենալավը, երբեք ուրիշի կարծիքներին ոչ մի ձևով չնայեք, հաշվի չառնեք, ձեր կյանքը ապրեք, ես իմ վլոգները, որ բացել եմ, վարում եմ, ղեկավարում եմ, սկզբից ամաչում էի, հիմա շատ ուրախ եմ, շատ գոհ եմ, իմ կյանքում ինչքան հոգնածու տենց չգիտեմ ինչ դժվար օրեր են լինում, անընդհատ վլոգներս ինձ ստրեսից հանում են, դուրս եմ գալիս, միտեղ հեռախոսս վերցնում, նկարահանում, ես եմ նկարվում, դաժե տխուր վախտս, որ ժպտում եմ վլոգի համար, ինձ այս վլոգները կենդանություն են պարգևում, ով որ մտածում է, որ ես իմ կյանքը ավելորդ ձևի շատ եմ ցույց տալիս, հավատացեք, 5%-ը անգամ ցույց չեմ տալիս, որովհետև պետք չէ, ձեզ ցույց եմ տալիս միայն ամենագեղեցիկը, միայն ամենասիրունը, ժպտագինը, ժպտերեսը եւ բացի այդ էլ են 95%-ը փառք Աստծո շատ լավն է, ես իմ կյանքից գոհ եմ, ուրախ եմ, դժգոհ չեմ, այնպես որ ովքեր որ մտածում են, թե ես իմ կյանքից շատ եմ դժգոհ, թող իրենց կյանքի մասին մտածեն, հոգ տանեն մի քիչ, ովքեր էլ մտածում են, որ շատ եմ չափազանց շատ բան ցույց տալիս իմ կյանքից, թող իրենց կյանքի դարդը քաշեն։ Համենայն դեպս ես շնորհակալ եմ, որ դուք կաք իմ էջում, ես շնորհակալ եմ, որ ունեմ ձեր նման լավ հետևորդներ, շնորհակալ եմ, որ քննարկում եք, խոսում եք, գովում եք, դժգոհում եք, ամեն ինչից էլ շնորհակալ եմ, դա մարդու համար է եւ ես դա ընդունում եմ։ Վերև Աստված, ներքև մենք, խնդիր չունենք մենք երբեք։
Ինչ ասեմ, սիրելիներս, մարդ լինելը, մարդ տեսակը, դա բոլորը ասում են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է մարդ տեսակը։ Մարդ տեսակից խոսում ենք բոլորս, բայց երբեք չենք կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում մարդ տեսակը, այն որ տեսակն է, որ ոչ մեկս չգիտենք այդ մասին, այն որ տեսակն է, որ բոլորս ուզում ենք, որ մենք մարդ մնանք, մարդ տեսակ ունենանք, մարդ տեսակ տեսնենք դիմացինի մեջ, բայց մենք չհասկանանք, թե մարդու տեսակը դա որն էր։ Մարդու տեսակը, մարդու լավ տեսակը այդ նա է, որ ներողամիտ լինի, մարդու լավ տեսակը այն է, որ իրեն տված խոստումներին միշտ տեր կանգնի, մարդու լավ տեսակն այն է, որ որտեղ էլ ինչ լսի, պարտադիր չի շատ բան բասի, որ այդ մարդու հետ շփվում ա թե չի շփվում, թող շատ բան չխոսի, ոչինչ ժամանակին լավ հարաբերություններ են ունեցել, հանուն դրա, այնպես որ մարդու լավ տեսակը շատ-շատ մեծ խորին մտքեր է արտահայտում։ Երբեմն մարդիկ մտածում են, թե մարդու լավ տեսակը միայն մազերը լավ սանրելն է, միայն դեմքը քսելն է, քսմսվելն է ու պրոստը տակ չգիտեմ տեսակի մեջ ինչ են համարում, պրոստը տակ այսպես կեղծավոր ժպտալն է, ոչ, մարդուն լավ տեսակները այնպիսին են, ինչպիսին որ շատ-շատերը չեն մտածում, որ մարդը կարա ընդունակ լինի դրան անի։ Օրինակ ներողամտությունը, օրինակ սիրել հնարավորություն ունենալ, սիրել, իրոք ուրիշի լավով ուրախանալը, ուրիշին նեղ տեղը օգնելը, բայց ոչ ցուցադրելը, ուրիշի ցավին ցավով նայելը, ուրիշի լավին լավով նայելը եւ ուրիշի վատից նույնպես չուրախանալը մարդու բավականին լավ տեսակների մասին է խոսում, բայց ունեք արդյոք դուք դա, բայց կարողանում եք արդյոք դուք դա ընդունել, ընկալել եւ ընդօրինակել թեկուզ եւ ինչ որ մեկից ու նաեւ օգտագործել ձեր կյանքում։ Իհարկե որ ոչ բոլորը։ Եթե դա հնարավոր է, աշխարհը կլինի շատ բարի, եթե դա անհնար է, ինչպես տեսնում եք, աշխարհում բարություն այդքան էլ շատ չկա։ Այնպես որ, ասեք մի քիչ։ Այնպես որ ամեն մարդու համար մարդ տեսակ հասկացողությունը, լավ մարդ տեսակ հասկացողությունը յուրովի է, ինչպես ամեն ինչ, բուժումը լինի յուրաքանչյուրի համար բժշկությունը, դա ինդիվիդուալն է ասել ռուսներին չեղնի, հա, խացյա ավելի շատ ինձ թվում է այդ ինդիվիդուալնի բառը ռուսերեն չի։ Մարդու լավ տեսակը թեկուզ այն, որ կենդանիներին սիրելու համար, կենդանու համար պատասխանատվություն զգալն է, պատուհանս նորից կեղտոտա։ Մարդու լավ տեսակը, իմ կարծիքով, դա դիմացինին ներելն է առաջին հերթին, անկախ նրանից դիմացինը ինչ է, էլի մի շփվեք, էլի մի քայլեք, էլի մի խոսացեք հետը, բայց ներեք։ Ներեք, որովհետև ինքներդ էլ ներման կարիք ունեք, այնպես չի, որ բոլորդ սուրբ եք։ Ներեք, որովհետև մինչև չներեք դուք ինքներդ չեք ներվի։ Ներեք, սիրեք, որ սիրվեք, ներեք, որ ներվեք, գնահատեք, որ գնահատվեք, իսկ լավություն անելուց երբեմն հարցրեք այդ մարդը այդ լավության կարիքը ունի, թե չէ նոր արեք, որովհետև դա շատ կարևոր է։ Եթե մարդը ձեզանից օգնություն չի խնդրել, ձեր արած լավությունը դա դուք ընդամենը արել եք ձեր ցանկությամբ, դա լավ է։ Թույլ տվեք, որ եթե լավություն եք արել, մարդը ձեզ բարձրացնի, մարդը ձեզ ասի, մարդը ձեր մասին խոսա, լավություն անելն էլ իր անչափն ու ձևն ունի։ Ամեն բան պետք չէ, որ ասում է այսպես ցուցադրաբար անել, հա։ Ես կոնկրետ իմ մասին եմ խոսում։ Ես ինչքան մարդկանց լավություն կանեմ, ինչքան մարդկանց վատություն կանեմ, ինչ էլ որ անեմ, չանեմ, այնքան բաներ կա, որոշ բաներից, ոմանց բաներից չեմ խոսում, ոմանց մասին, որոշների մասին, հատկապես դրական էի նկատի ունեմ, արված լավություններից, արված չգիտեմ լավ գործերից, իմ համար անգամ եթե այդ օրը մի մարդ ժպտացել է իմ պատճառով, նույնիսկ խոսքը կարող է 1000 անգամ միլիոնից թանկ արժենալ։ Մի հատ չնչին խոսքը, որից կարող է մարդ ինքը լավ շունչ ստանալ, մարդ ինքը հոգեբանորեն կենդանություն ստանալ, մարդ ինքը առույգություն ստանալ, մարդ ինքը կեսբերան, որ ասում է, վայ ինչ լավ է ասեցիր, խելքս չէր կտրել։ Մարդը դա գիտի, մարդը դա անում է, մարդը դա լսում է, բայց մարդը այդ պահին իր համար չի օգտագործում տվյալ միտքը, երևույթը, հա, ասենք, երբեմն մի բարի խորհուրդը, այն նեղ բախտը, սրտի ուղեղիդ են զբաղված բախտը,
իմ համար լինի, թե ես ինչ-որ մեկի համար, ասենք, լինի այն, որ տենա մարդը վատը, ասեմ, չէ դու պետքա սա անպայման անես, տենա մարդը ինչ-որ մի ձևի ինչ ասեմ, չէ դու սխալ ես, պետքա սենց անես, կողքից լավ է, հեշտ ենք թվում, բայց ես ասեմ ոչ թե կասեմ ոչ թե նախանձի համար, այլ կասեմ, որ այդ մարդը այդ պահին այդ ճգնաժամից դուրս գա։ Լավ մարդու տեսակի մասին շատ կարելի է խոսալ, լավ մարդու տեսակի մասին շատ երկար կարելի է խոսալ, եւ առհասարակ արված լավությունը, որ ասում են լավություն արա ջուրը գցի, լավություն ես արել, վերևից օգնություն սպասի, լավություն ես արել, ինչպես միշտ ես կասեի, բոնուսներդ վերև թող հավաքվեն, մի սպասիր, որ քո լավությունը մարդ արարածը գովաբանի, մի սպասիր, որ քո լավությունը ինչ որ մեկը գնահատի, եթե չի գնահատել, դուք մենք բոլորս լավություն, որ անում ենք, որ մենք էլ օրհնվենք։ Եթե ոչ մեկ ձեզ չի ասել օրհնվիր քո արած լավությունով, Աստված տեսնում է քո սիրտը, դու այդ լավությունը ինչ սրտով ես արել, ինչ մտքով ես արել եւ որքան քեզ օրհնի դրա համար։ Դուք մի մոռացեք, մի հիշեք, որ լավություն անելը դա ընդամենը մարդկանց աչքերին թոս փչելն է։ Լավություն անելը, եթե սրտով, սրտանց ու չգիտեմ առանց հետին մտքերի է արված, հիշեք, որ վերևից դա գնահատվում է, Աստծու կողմից անպայման է գնահատվում, Աստված կա, գնահատում է, տեսնում է, գնահատում է եւ բոլորիս էլ սիրում է, անխտիր բոլորին սիրում է, բարի են, չար են, լավն են, թե վատն են, Աստված բոլորին է փորձում դեպի լավը տեղափոխել, դեպի լավը քաշել, տանել եւ մարդիկ ունեն ընտրություն, գնում են դեպի լավն ու բարին, թե մնում են իրենց տեղում, որտեղ որ կարող է եւ իրենց վնաս է, ըհը, Փիսոն իրան լավն իմացավ, գնաց տուն, տեսավ քամիա։ Այդպես ժողովուրդ ջան, ինչ ասեմ, բոլորից շատ եմ սիրում, բոլորից շատ եմ հարգում, ինչ խոսում եմ, իմ մասին եմ խոսում, ինչ խոսում եմ իմ կյանքի փորձերից ու իմ կյանքի, ինչպես ասում են, իմ արարքների հետևանքներից եմ խոսում, որ ինչ որ մեկի լավություն արած կլինեմ, վատություն արած կլինեմ, թե ինչ կլինեմ, ես գիտեմ։ Երբեք ուրիշի կարծիքները չեմ հաշվի առնի, որ ինձ ասեն, էս արա, այն արա, իսկ պիտի ես ուղեղ ունեմ, ես կմտածեմ, կգցեմ, կբռնեմ, լավն ու ճիշտը կորոշեմ, ես կանեմ։ Բամբասողը բամբասելու է, լավը ցանկացողը լավն է ցանկանալու, օրինակ վերցնողը օրինակ է վերցնելու, օրինակ ծառայողը օրինակ է ծառայելու, երբեմն ես ինձ սովորություն ունեմ, հա, մարդկանց այնքան շատ եմ գովում, չափից դուրս շատ, որ մի տեսակ իմ արժեքը իրանց մոտ ընկնում է, այսինքն իրանք իրենց ինձանից արժեքավոր են զգում։ Այդպես էլ խորհուրդ չեմ տա ոչ մեկը տանեք ու ես էլ այլևս չեմ անում, որովհետև հենց չնայած այդպիսի պահերն են ինձ ստիպում իմ արժեքը ես զգամ, որ ես ինչքան լավն ու բարձր եմ, որ ես կարողացել եմ իրենց ինձնից բարձր արժեքավորել, որ իրանք էլ այդպես մտածեն, այնպես որ ձեր արված ամեն մի սխալ քայլը իմ արժեքը իմ աչքին բարձրացնում է։ Եվ առհասարակ մարդը գովելուց առաջ չպետք է ափսոսա, որ ինչ որ մեկին գովացել է, որովհետև հենց գովեստն է դիմացինին թև տալիս, ուժ տալիս, սիրտ տալիս, հասկանում եք, մեկը առիթավորվում է, մեկ ուրիշը նա ընդհակառակը, naobarot ուզում եմ ասել, ընդհակառակը շատ ոգևորվում է եւ իր կյանքում եւ ձեր կյանքում լավ մարդու արդյունք, լավ բնավորություն, լավ վերաբերմունք է ցուցաբերում, այնպես որ ճիշտ է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց շատ գովելն էլ մի բանի պետք չի, դա էլ հետն է միասին չափի մեջ գեղեցիկ, կապ չունի, դրականն էլ է չափի մեջ գեղեցիկ, բացականն էլ թող չափի մեջ լինի, թող սկի բացական չլինի։ Իհարկե, որ ոչ բոլորի համար կարող ենք մենք լավը լինել, ոչ բոլորին կարող եմ ես դուր գալ, ոչ բոլորին կարող, որովհետև բոլորը տարբեր մտածելակերպեր ունեն, բոլորը տարբեր կարգի են մտածում, տարբեր դաստիարակություններ ունեն եւ բոլորը տարբեր հիշողություններ ունեն, էդ էլ կա ասեմ։ Այդպես, իմ ալիքում բավականին շատ տղամարդիկ են շփվում, գալիս, գրում, խոսում, գնում, շատերը եկել են գրել, գնացել են, հասկացեք ժողովուրդ ջան, ես բոլորին մարդու տեղ եմ դնում, լինի կնիկարմատ, լինի աղջիկարմատ, լինի տղամարդ, լինի տղա երեխեք, ամենքին իրենց տեղը ոնց պետքա հարգում եմ, եւ դա չի նշանակում, որ որոշ մարդկանց պետք է իրավունք վերապահեն իրենց թույլ տան ինձ համարելու
վարքից վատ մարդ, որովհետև տղամարդկանց հետ ես շփվում եմ։ Տղամարդկանց հետ ես չեմ շփվում, ժողովուրդ ջան, ես ունեմ իմ տղամարդը, ես ունեմ իմ ամուսինը, իմ տղա երեխան, տղաների հետ շփվելու կարիք ես չունեմ։ Ես իմ եթերներում, ես իմ ուղիղ եթերում, ես իմ վլոգների տակ գրված մեկնաբանությունները յուրաքանչյուր ոգ, յուրաքանչյուր բառ գրված է չափի մեջ եւ գրված է մեծագույն հարգանքով։ Հարգում եմ բոլոր այն մարդկանց, տղամարդկանց, կանանց, կինարմատներին, աղջիկներին, ովքեր որ իմ եթերում, իմ էջում ինձ հարգում են։ Ինչպես տեսնում եք, ինչպես հասկանում եք, հարգողին հարգանք, չհարգողին համապատասխան։ Իրենք գիտեն, ով իրենց ոնց պահի։ Եվ դա ոչ մեկին չի իրավունք վերապահում, որ լեզուները պտտեն առանց ամաչելու ու ասեն, թե այս մեկի սիրածնա, այն մեկի սիրածնա, կներեք 1000 անգամ, գիտեն, որ միլիոնավոր մարդիկ են դիտելու եւ թող դիտեն ու հասկանան, որ ես մարդու տեղ եմ դնում։ Իսկ նրանց, ով լեզուները չար են ու տակը ոսկորդ չկա, թող մի կտոր այն ինչա ոսկրոտ մի սկսեն բերանները խոսալուց առաջ, նոր խոսան, որ իրանց լեզուները մեկ-մեկ այդ ոսկորոտ միսը գոնե ծակի, հասկանան, որ անտեղի, անհամ, անհոտ բաներ չխոսան։ Ես էկրանից դուրս ոչ մեկի հետ ոչ մի բան չեմ կարող անել, հասկացեք։ Դա ուղղակի ամենամեծ լկտիությունն է ու ամենամեծ հիմարությունն է, որ այդպիսի խոսակցություններ են հասնում իմ ականջին։ Ինչպես միշտ, բոլորիդ էլ շատ եմ հարգում, բոլորիդ էլ շատ եմ սիրում, բայց դիմացինի վարքին կպնելուց առաջ դուք ձեր վարքին հետևեք, դուք ձեր վարքից խոսացեք եւ դուք ձեր պահվածքից խոսացեք առաջին հերթին։ Հատ մաքուր են պահում, իմ էջում իրենց մաքուր չպահողները իրենք են վերջում տուժում, ինձ հետ ոչ մի բան չի լինում, ես իմ պատիվս վրես, իմ տանից նստած, իմ հանգստին, իմ հավեսին նստում եմ, իմ եթերները ղեկավարում եմ, իմ ուղիղ եթերները լինի, թե իմ վլոգը լինի, նկարահանում եմ, ղեկավարում եմ, իմ ընտանիքը ինձ աջակցում է, իհարկե, բայց պարտադիր չէ, որ Երևան էկրանից, ամեն ինչ գիտեք մեր մասին, ամեն ինչ պատմել եմ, ուրիշ ոչ մեկը չունենք, մենք ենք մեր 4 հոգին, մենք մեր ընտանիքով, այնպես որ շատ-շատերը սիրելիներ ջան, բերաններդ բացելուց առաջ կներեք, որ կոպիտ եմ արտահայտվում, բերաններդ բացելուց առաջ հիշեք, որ դուք եք կին եւ մեկն էլ կարողա ձեզ այդպես բաներ ասի ու ձեզ այդպիսինի տեղը դնի, այնպես չանեք, որ դուք ինքներդ, ինչպես ասում են, տուժեք ձեր խոսքերից։ Այդ մասին էլ չեմ անդրադառնա, որ մեկը ինձ գրում է բարև Նելի ջան, ոնց ես, ես գրում եմ բարև, ես ինչ ջան, լավ եմ, դա չի նշանակում, որ ես այդ ինչ ջանի սիրուհին եմ արդեն, հասկացեք, դա ամոթ է ուղղակի, դուք 21-րդ դարում եք գտնվում եւ ում կգովամ, ում կփնովեմ, ում կդժգոհեմ, ես շնորհակալ եմ ու գովում եմ հենց այն մարդկանց, լինի կին թե տղամարդ, ովքեր որ ինձ միշտ օգնել են ու աջակցել են իմ ալիքը կայուն, նորմալ պահելու համար, ոչ թե մի ամիս հետը շփվել են, մի ամսից հետո ես դարձել եմ իրանց համար չգիտեմ ինչ, ես միշտ էլ մշտական նույնն եմ, նույն Նելին եմ, նույն ուղեղն է, նույն մտածելակերպը, նույն հոգին ու սիրտը, ամեն ինչ ձեր ձեռքերում են, եթե որևէ մեկը ինձ չի հասկացել, եթե որևէ մեկը ինձ չի գնահատել ու դժգոհել է կամ բողոքել է չգնահատված լինելուց, դա ուրեմն դուք ձեր արժանինքները ստացել եք, ես չեմ կարող ձեզ ոչ մեկիդ հասկանալ, չեմ կարող, եթե չեք արտահայտվում, ոչ մեկիդ միտքը գուշակել, որ իմանալ ձեզ հետ ձեզ ինչպես պահեմ, եւ առհասարակ հատկապես նրանք, թևս հոգնեց արդեն, եւ առհասարակ հատկապես նրանք, ովքեր մտածում են, թե կարող են գալ իմ հետ շփվել, լավ, ակտիվ, ասել, խոսալ, ծիծաղել եւ այդ ամեն ինչի հետեւում նաեւ այսպես տողատակերով մտքեր ասել, հեգնել ինձ, հեգնել իմ որևիցե մի արարքին, հեգնանքով խոսալ իմ հետ, ձեռ առնել կամ թեկուզ կատակներ կան, որոնք 1000 հեգնանքից վատն են, դուք հիշեք, ես այդ մարդկանց կշփվեմ, բայց հիշեք, որ սրտումս կոտրված քա տալիս, ճեղքված քա տալիս, չգիտեմ, ճա քա տալիս ձեր հեգնանքի համար։ Այնպես մի արեք, որ ինքներդ հեգնանքի արժանանաք Աստծո կողմից։ Ես ոչ մեկիդ ոչ կհեգնեմ, ոչ կբողոքեմ, ոչ կփնովեմ, բոլորդ էլ շատ լավն եք։
Աստծո աչքի առաջ ձեր արարքները թող լավը լինեն, թե իմ հանդեպ կլինի, թե ուրիշի, թե ում։ Կարևորը դա է, հասկանում եք, կարևոր չէ, թե տվյալ երևույթը ես ինչպիսին եմ գնահատում, դուք ինչպիսին։ Մեկը կարա մի երևույթին ճիշտ համարի, մյուսը մի երևույթին սխալ համարի։ Այդ ընթացքում վերև Աստված կա, նրա աչքերում որը որ ճիշտ է, այն էլ ճիշտ է լինելու։ Իմ մտածածը կամ ձեր մտածածը կարևոր չի։ Ուղղակի միշտ Աստվածավախ եղեք, չեմ ասում ինձ պաշտեք, Աստվածապաշտ եղեք ու Աստվածավախ եղեք։ Աստված հենց այնպես չի ստեղծված, Աստծո մասին հենց այնպես չի գրքեր գրված, Աստծո խոսքը հենց այնպես չի մեզ հասել, ժողովուրդ ջան։ Հիշեք, փրկիչ է, շնորհակալություն ենք հայտնում եւ միշտ Աստծուց վախենալով ինչ որ մի խոսք ու քայլեր կատարեք։ Այսօր այսքանը, ոչ դժգոհ եմ, ոչ նեղացած, ոչ էլ վատացած, այլ ուղղակի իմ խոսքը ասեցի, իմ հետևորդներին միշտ եմ շնորհակալ, ինչպես ասում են, իմ հետևորդներին, իմ ունեցած վլոգին, իմ կյանքին, իմ ամեն ինչին, իմ չգիտեմ, այսպես ամեն ինչին մասնակցելուն, որ օգնում եք ինձ, մասնակցում եք ինձ, հատում եմ բոլորի տարված պատերժ կան, բոլորիդ կողմից որևիցե մի քայլը նկատվում է, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորին մեծագույն հարգանքներից, նույնիսկ նրանք, ովքեր մտածում են, որ ես իրանց չեմ սիրում, ատում եմ, չգիտեմ, 50 տեսակ էջ են բացում, գալիս են, խոսացնում են, հարցեր են տալիս, ինչա թե մեկին մի հատ մի քիչ գովացել եմ, գալիս են, բա դու ես ինչ երգրիսն ես, հասկացեք, այդ ամեն ինչը եւ տենում եմ եւ հասկանում եւ զգում եւ ձեր բոլոր նամյոկները ես հասկանում եմ որտեղից է ձեն տալիս, ձեր բոլոր ինչպես ասում են, մեկըդ մյուսի մեջ ունեցած ռազմորկաները դալոյ ատմինյա, հա, գնացեք իրար հետ առեք տվեք, ես ընդամենը բոլորի նկատմամբ միայն լավություն, միայն բարություն եւ ուզել եմ, որ բարգավ աճեն, ծլեն, ծաղկեն, ոչ թե դուրս գան իմ դեմ, ոչ թե պայքարեն իմ դեմ, ոչ թե ես որ հիվանդանամ հանկարծ մի անգամ էլ էֆիրով ասեմ հիվանդեմ, ականջից հասնի, որ շուռեն եկել ասել են թե թող սատկի, դուք դա հիշեք, վերև Աստված կա, ով նման բաներ է ասել բարև իրան, ով նման բաներ չի ասել, էլի բարև իրան, վերև Աստված։ Չմոռանանք, որ այդ Աստվածին, որ մենք կանչում ենք, մենակ մեր համար չենք կանչում, մենք կանչում ենք արդարադատության։ Առաջինը շնորհակալություն, հետո նոր վերև Աստված թող մեզ դատի։ Որտեղ որ սխալ եմ արել ինչ որ մեկի նկատմամբ, ես հիմա այդ սխալները ինչ եմ անում, ուտում եմ, մարսում եմ, որովհետև իմ միակ սխալը բարի լինելն ա եղել մարդկանց նկատմամբ։ Այնպես որ չեմ ափսոսում ամեն դեպքում, քանի դեռ բարություն եմ արել, նկատել եմ թե ով ինչպես է իրեն պահում, ինչպիսի չարություն, ինչպիսի բարություն եւ ինչպիսի լավություն ու վատություն եմ նկատել։ Կներեք, ում շատ եմ գովացել, կներեք, ում քիչ եմ գովացել, կներեք, որ ձեզ շատ եմ սիրել, կամ էլ կներեք, ում որ ձեզ քիչ եմ սիրել։ Լավ մնացեք, ես ձեզ միևնույնն է, որպես իմ լավ ու ընտիր իդեալական հետևորդներ, բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ։ Եվ այլևս չեմ ուզում ոչ մեկի անուններ տալ, ոչ մեկի վնասել, ոչ մեկին օգուտ տալ եւ ոչ մեկի, ինչպես ասում են, չափազանց տհաճ պատմությունները իմ էջում պատմել։ Այսօրվանից այսուհետև ես եւ վաղուց եմ փակել բոլոր էջերը եւ ապրում եմ իմ կյանքով, ապրում եմ իմ վլոգով, իմ վլոգներով, իմ էջը շատ էլ մաքուր է, մաքուր էջ է, մնացողները, հասկացողները, ինձ ճանաչողները գնահատում են, գնահատել են, իսկ նա ով սրտում միշտ թույն է պահել, բայց ինձ ցույց է տվել, որ ինձ հետ շատ մտերիմ է, շատ սիրում է ինձ, այն նրանք իրենց ցույց են տվել արդեն։ Այնպես որ բոլորիդ լավոր եմ մաղթում, բոլորիդ լավ մաքուր սրտով, բարի բախտով, բարի չգիտեմ ինչով կյանք եմ մաղթում, բարի լավ ընկերուհիներ եմ մաղթում եւ երբեք որ չարիքին ու չարին չհանդիպեք։ Մինչև ես այսքան կճառեմ, փիսոն պարկել, թևնել, դրել պատին, գլուխն էլ կախել ու քնելա։ Սիրունս լված կապրած գալիս է, սպրոզն է ծալած, լվացած է եղել, մլին, թարսին եմ փռել ավա, թարսից էլ վրին պարկելա ու քնելա։ Սիրելիներս, միտքս շատ արտահայտեցի, երկար արտահայտեցի, բայց եկեք այստեղ շարունակեմ ցուցադրել, թե ինչպես են վարդերս տեղավորել եւ ինչպիսի գեղեցիկ սուրճի սեղան են պատրաստել։ Առավոտյան մենք երկուսով սրճել ենք արդեն ու այս գեղեցկությունով ուղղակի ուզում եմ կիսվել ձեզ հետ, քանի որ պետք էր կադրերը սկզբում նրանք հետո սրանք, բայց ոչինչ։
ավելի ճիշտ սկզբում սրանք, հետո նրանք, բայց ոչինչ, այսպես ավելի համեստ ու գեղեցիկ է լինում։ Շատ խոսալուց համար ներող կլինեք, ուղղակի պահեր կա, որ չեմ կարող երբեմն արտահայտվեմ, այդպես հավաքվում են ու միանգամից խոսել եմ ու սկսում եմ խոսել ամեն ինչի մասին, ովքեր որ չեն ճանաչում, ովքեր որ չեն հասկանում ինձ, կարող եմ կարճ բացատրել, որ դա ընդհանուր առմամբ արդեն քանի տարվա իմ գործունեության ընթացքում հավաքված իմ հետևորդների լավ ու վատ կողմերի մասին էր այդ ամեն ինչը, հիմնականում ինքս իմ մասին կխոսեի, կարելի է ասել, եւ այդպես շարունակում եմ, այստեղ սուրճ եմ պատրաստում, մենակ տենյակի ինչ ընտիր սերով սուրճ է դառնում, ինչպես գիտեք, ես միշտ օգտագործում եմ խոժոր հատիկներով սուրճը եւ իհարկե ծաղիկները գեղեցիկ ծաղկամանում տեղավորենք, փիսոն ինչպես միշտ կողքս կտրած է, ծաղիկների պոչերը կրծումը, ահա խնդրեմ դուք վայելեք։ Լավն է, արում է հատել տա։ Օրա։ Մամա շուտ ստավեց շիկուր։ Ես ինչ անու շոտ է գալիս։ Դե սիրելիներս, ինչպես տեսնում եք, հուսամ արդեն հասկացաք կադրերից, թե ես որտեղ եմ, եւս մեկ անգամ աշխատանքի եմ եկել։ Սա էլ արդեն օրվա ավարտը կլինի, կեսօր է գեղեցիկ ծաղիկները մեր հայաթի, այսպես գեղեցիկ ուզեցի ձեզ հետ կիսվել ցուցադրել, հաճույք պատճառել ձեզ, ինչպես ասում են, տեսողական, խնդրեմ նայեք, հիացեք, շատ գեղեցիկ է, գույները շատ վառ, գույների համադրությունն առավել եւս բնությունն ուղղակի հրաշք է, հրաշք, այդպես սիրելիներս։ Ուզում եմ այս գեղեցիկ նոտաներով, բնության գեղեցիկ գույներով ու հրաշքներով կադրերս ավարտել, շարունակությունը դիտեք, վերջը հետաքրքիր է, իհարկե տարածքը գեղեցիկ է, ծաղիկները միշտ են բնությունը գեղեցկություն է, միշտ են գեղեցիկ ուրախացնում մարդկանց։ Ժողովուրդ, գործի եմ եկել, ես ինչքան վաղ մեր ծաղիկները ձեզ ցույց եմ տալիս, նայեք, ես ինչ հրաշք եմ գտել։ Այսինքն անցյալ տարի էլ եղել այս ծաղիկը։ Տեսանյութս ամբողջական, այսպես այստեղ թողնում եմ եւ շարունակում եմ իմ հրաշքություն, գեղեցկություն։ Ես մի հատ նա ծաղկել սենց։ Գնացինք։ Շարունակեմ, կհիշեք ես են յասամանների խիտ տարածքներ, մեկ էլ են ներքևն էլ բան կար, են ինչա կոչում են ծաղկած ծառերներ, ոյ մի քիչ սենց քայլելով գնում խոսալով քայլելով, հələ ինչ է դա քրքիր ծաղիկներ կա սենց բոյով, մեր մոտ էս կարգի ծաղիկները մոլախոտի տեղ խաղում են, հնձում են դենածուն խեղճերը, ստեսող ծաղիկի տեղ սիրում ենք ինչ կա չկա, դաժե կապածա եշեք, կապածա որ չթեքվի, մի խոսքով, այն որ ասում երբեմն մի բողոքի քովատ կյանք կարող է ուրիշի լավ կյանքն է, հիմի էսա, մեր մոլախոտը սրանց մարընտիր ծաղիկա, գլխովը շուռ են տալիս տոնածառի նման, կյանքը էլ է, կյանքն ինչ բանա, չէ, սպասեք դիմացից նկարեմ գորն է ինձ էլ տենա, էլի նայեմ ծաղիկներ լինի սիրուն բան, ձեր համար ցույց տա, գործի եմ եկել ես տարածքի համար խելագարում եմ, սիրուն ամեր է սալոնի տարածքը, ընտիր տեղերա, բայց դե ստեղի բնակվողները արդեն ձանձրացել են երևի այս տարածքից։ Ճակրտուր ճանապարհեցի մետրոյի տեղ ցույց տվեցի ակնոցները սանձրև օտա հալարիվ թաց։
Գնանք մեր գեղեցկուհի սալոնը։ Բայց մերը ամենասիրուն, մերը հզորը։ Սեր մեր կրասատոլիչկան, կրասևայա։ Անչա կոչվում։ Գեղեցիկ հայատ, վարդեր, եղնիկներ, բախրաներ։ Մեր սիրուն նեկրասական, մեր սիրուն լիլիտոնը, մեր սիրուն լիլիթը։ Գնամ ոնց որ թե իմ մոտ են գալիս։ Մեր ստուդիա կրասա։ Այսպիսով աշխատանքս ավարտել եմ, տուն եմ գնում, մի քանի կադրել ճանապարհից ցույց տամ, քանի որ ճանապարհս արդեն այսօր ցույց չեմ տվել դեռ, քանի օր ավելի ճիշտ ցույց չեմ տալիս։ Այդպես սիրելիներս գնում եմ տուն ու հիմա շուտով տուն կհասնեմ, մենակ տենակ ինչ տեսարանի եմ ես հանդիպել դրսի կողմից ավելի ճիշտ շուտով։ Եկեք ձեզ այսօր մի սիրո կադր ցույց տամ։ Մեր գժուկը պատուհանը բացած դե առաջ սետկա քաշածա, պատուհանին նստած դարդանում, տենասիսում ասպասում։ Скоро. Էսա, ովա, էնում շաշնա, էնում գիժնա, վիճակին, հլը, մոխալվասիկ։ Ձենս ճանաչել է, հասրան նստաստեղից վեր կաց։ Դե ասում եք չսիրես, ոչ չսիրես ես գժին, հլը նայեք, վախ, ճանաչեցիր այ գիժ։ Հայացքը հետս մանտած, հեսա նայեք, տնյանք կգա հետս ման կգա, թե չի ջոգում, որ ես եմ, հա գնաց պատրաստում, որ գնա դուռ բացի, տրավ, եկա տուն։ Բարի լույս իմ շատ սիրելի և շատ հարգանքով հետևորդներ ջան, այսօր օգոստոսի 15-ն է, 3 երեկոյան ունեցանք լավ ուղիղ եթեր, ինչպես հիշում եք, հավեսով զրուցեցինք, կատակեցինք, լավ զրույցներ արեցինք, լավ բարեմաղթանքներ արեցինք մեկս մյուսի ու գնացինք քնեցի, ես նենց եմ քնել որ թե այս աշխարհում ոչ մի բան չլիներ, անջատվել եմ ու քնել, այսօր առավոտյան ժամը 10-ին զապիս ունեմ, վեր եմ կացել հագնվել, ափալ-թափալ վազելով, գլուխս ցավալով, ճնշումս բարձրա, տեղերս խմելով, դե առավոտները մի քիչ դժվար եմ արթնանում եմ մի քիչ դժվար վիճակով, բայց հետո կարգավորվում է։ Մի կերպ ես հենց խառը վիճակով եւ ինչպես միշտ ինչ եք կարծում, ավտոն խոդարեցի, ճանապարհվեցի, հենց ճանապարհին զանգ ստացա։ Մեր ադմինիստրատորն Անելա դե видела, отменили твой запись։ Դե արի ու մի կատաղի։ Запись отменили։ Ես էլ ջղայնացա, ասեցի օրս ամբողջությամբ փակեք, որ էլ запись չլինի էլ, որովհետև արդեն ամսից ավելա մի հատ օր չկա, որ առավոտից իրիկու տանը լինեմ, առանց անհանգստանալու, առանց ինչ-որ լարված վիճակի ու մի հատ իմ տան գործերը անեմ, հա ինչպես ասում են, ջղայնանալ ջղայնացա, փակել տվեցի օրս, հիմա էլ որպես ես ջղայնությունը տուն չտանեմ, եկել եմ Торговый центр, մի կես ժամ, մի ժամ տենց, մի քիչ պտտվենք, կինը այնպիսի բնավորություն ունի, որ պետքա և հոգսերից, և գործերից, և տնային են ոնց են ասում պրոբլեմներից, էփելուց, թափելուց, ամեն ինչից, միշտ գոնե մի ժամով կտրվի, հիմա այդ մի ժամը այս Торговый центрում սենց կքայլեմ, մի քանի խանութ մանութ կմտնեմ, շատ վաղուց ես խանութ չեմ մտել ուղղակի, ոչ մի գնելու բան չունեմ, բայց այն որ ասում ես ցանկություն կա, ուղղակի մտնես խանութ քայլես, մարդ ես էլի, ինչքան կարելի է աշխատես ու անդադ լարված ապրես, շատ լարված է ուղեղս ամբողջ օրվա ընթացքում, թեպետ եւ ուղիղ եթերներում ծիծաղելով, ուրախանալով, ժպտալով, ձեզ ուրախացնելով խոսում եմ, չէ, բայց ամբողջ օրը ուղեղս լարված է, աշխատանքից աշխատանք, այս մի տեղը չնեղացնեմ, չվիրավորվեն, այն մի տեղը հանկարծ վրեժ չխոսան, այստեղից հասցնեմ, այնտեղ հիմա եմ, որ ասում եմ, սաղ թողել եմ ու դուրս եմ եկել եմ Торговый центр, գնանք մի քիչ միասին քայլենք, ինձ թվում է բոլորդ էլ կարիք ունեք երբեմն են, որ ասում եմ, ժամանակ առ ժամանակ տնից դուրս գալու,
Մեղք ենք, այս հոգեվիճակները ազդում ավրես, այս լարված վիճակները ազդում ավրես, ինչքան կարելի է ստրեսով ապրել, ոնց որ ամեն օր ստրեսով ապրենք, այդ տենց է, հիմա գնացինք, այսօր որոշել եմ, Տարգովի ցենտրում մի քիչ ման պիտի գամ ու գնամ տնային գործերս անեմ, ով կնեղանա, ով կլենանա, ով ինչ կասի, թող ասի, գնացինք, սիրուն արևոտ եղանակա, ես էլ դուրս եմ եկել, մեքենան փակեցի, գնացինք հիմա Տարգովի ցենտրը ցույց։ Ճիշտ է, ես այդքան մեծ քաղաքում չեմ ապրում, բայց կոչվում է Տարգովի ցենտր Սվետաֆոր։ Իմ ապրած քաղաքը գողտրիկ հին քաղաք է, հնություն է, գնանք այնտեղի մուտքը սիրուն է, այնտեղով մտնենք, որպեսզի հաճելի լինի բոլորիդ, էլ սիրուն ծաղիկներով պատրաստված թալվար է սարքած, թալվարը մեր գյուղի ժողովուրդն են ասում, այդպես ինչա կոչվում այդ այն որ սարքած այնտեղով կմտնենք, լավ։ Այսպես գնացինք, ամեն դեպքում թարմ ծաղիկներ չեն, թե թարմ են, ոնց որ թե թարմ են, չէ, թարմ ծաղիկներ են, բայց ձևերը պլաստմասից է երևում, որ տերևները ինչ որ այա գնացինք, հաճելի մթնոլորտ են ստեղծելի փրթե։ Պես տեսնում եք, ես արդեն Տարգովի ցենտրում եմ, Ոստին խանութն է, աշնանային կոլեկցիաներ են արդեն, ուղղակի գեղեցկություն, ինչ գեղեցիկ գույն է, ուղղակի չի երևում, այստեղից պետք է մտնեմ, որ հավես չունեմ այդ խանութը մտնելու, այլ նպատակներով եմ մտել Տարգովի ցենտր, գնանք մեր նպատակները իրականացնենք, հա, տեսնենք ինչ ենք անելու։ Չենք իմանում, թե այս ինչեր կա, գնացինք։ Գնանք լիֆտով բարձրանանք այս անգամ։ Ջաստրեցինք լիֆտը բարձրացավ, լավ, ոչինչ։ Էսկալատոր էլ կա, կարելի էր էսկալատորով բարձրանալ, գնացինք էսկալատորով։ Չնայած որ լիֆտը արդեն առաջի հարկ է եկել, գալիս է, այսպես բարձրանում, նոր բարձրանում էր, հիմա էլ իջնում է ստրատկայով։ Ուսում ենք, շուտով կբացվի։ Красоту хотела снимать для вас. Դուրս են գալիս երրորդ հարկում ենք, տեսնենք ինչ կա։ Տեսնում եք այս տարվա գույները, մոդաները, արանժևի, կանաչ, բեժ, կարիճնևի, ինչքան տեплый գույներ կա, սաղ մոդայի մեջ է, женская одежда, Emporium, գնացինք։ Իչակ ներքև հագուստը ամբողջովին աշնանային էր միայն։ Տեսնենք, էլ ինչ կտեսնենք։ Շատ ոնց են ասում, աշնանային հագուստ մենակ տեսեք ինչ են գտել։ Если ты сегодня одинок, держи вкусный кабачок։ Կաբաչկի սեզոնի ֆուտբոլկա է։ Ժողովուրդ ջան, գնում եմ խանութից դուրս եմ գալիս, բանը հիմնականում աշնանային հագուստ է, աշնանային սվետրեր են, չգիտեմ, ֆուտբոլկա, սպորտիվկա, ինչ ասես հանել են, բացի այն ինչ որ ուզում ես, որ հանկարծ ուզես լետնի ինչ որ մի բան առնես, արդեն всё, вот он кабачок тут тоже висит։ Մի խոսքով դուրս եկա ստեղից։